Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, շտապում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին։ Իմ երիտասարդ տարիների լավագույն ընկերներից մեկը, տաղանդավոր մի մարդ, մելոմաններ շատերն են հիշում, մինչև հիմա էլ կա այդ խումբը, մելոմաններ բենդի մեներքիչ, մենակատար, մի խոսքով Սամվել Հովհաննիսյան, նույն ինքը Ուչո։ Ողջույն Ուչո ջան։ Նստիր խնդրեմ։ Բայ, Ուչո ջան, ինչ լավա որ այսօր եկար ու ինչ լավա մեր հանդիպում այսօր կայացավ։ Ես էլ եմ ուրախ։ Ոնց ես Ուչո ջան։ Շնորհակալ եմ, Փառք Աստծո։ Արի հենց սկսենք քո անունից, Սամվել Հովհաննիսյան, բայց ինչ են ասում քեզ Ուչո, բոլորը քեզ ասեն միտեղ խոսում են, ասում են Սամվել, ասում են որ Սամվել, ասում են Ուչոն, հա, Ուչոն, մայր Ուչոն։ Այդ անունը որտեղից եկավ։ Պատանի ժամանակ տենց ընկերություններ էինք անում, թաղի հետ, տենց նրանք սովորություն ունեին, անպայման պետք է մի հատ կողքից անուն կպցնեին էլի դեռ։ Ես էլ մեջների միակն է որ սովորում է ինստիտուտում, կտամ որ ես Ուչոննի եմ, Ուչոննի, հետո ասին շատ երկար աղբեր, արի Ուչո ասենք պրծնենք։ Շատ լավ, հետաքրքիր անուն է, դե ամեն մարդ մի անուն ունի։ Շատ լավ է, շատ հետաքրքիր է, ես այսօր շատ ուրախ եմ Ուչո ջան, որ դու իմ Ուչոննի ընկեր, որ դու այսօր իմ հյուրն ես։ Այսօր խոսել ենք մեր անցյալ օրերից, այդ մեր ելույթներից, այդ խմբի բենդից, մելոմաններ բենդի միջած միջև հիմա կա ու շատ նույն էլի հավեսով, համով, հոտով ժողովուրդը ընդունում է այդ խմբին։ Ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Շնորհակալ եմ, ես էլ եմ ուրախ, Կավշուտ ջան, ես էլ եմ ուրախ։ Դե պատմի քո մասին։ Երևան, Հայաստան։ Ինչ ասեմ, ծնվել եմ Երևանում, այո։ 50 թիվ։ Ապրել ենք Կրիվոյում։ Ամենալավ տեղ։ Անունով լավ տղեկ է այդ Կրիվոյը, շատ լավ մարդիկ։ Այո, հետո եք երրորդ մաս, հետո տարբեր տեղեր։ Տարբեր մասեր։ Տարբեր մասեր, այդտենց սովորել եմ, ավարտել եմ, ընդունել եմ Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Պոլիտեխնիկն ես ավարտել։ Դրա համար ես լավ երգում ես։ Հա, բայց ճիշտն է, ուզում ասեմ, որ երաժշտական կրթություն չեմ ունեցել, ուղղակի ինքնուս եմ եղել։ Բայց ասեմ, որ Պոլիտեխնիկը լավ կավեները, բաները շատ լավ երաժիշտներ, բոլորը Պոլիտեխնիկից էին, էլի։ Երաժիշտներ, երգիչներ, բաներ, սցենարիստներ, բաներ Պոլիտեխնիկից դուրս եկան։ Ինժեներ չդառան, բայց դառան լավ արվեստագետներ։ Արվեստագետ, այո։ Չէ, ինժեներել եմ աշխատել, երկար տարիներ աշխատել եմ, բայց այս երաժշտությունը անընդհատ մտքիս մեջ ա եղել, որ պետք է չեմ կարան սրա չեմ կարացել։ Դե եթե վեճդ կա չես կարող պահես, եթե Աստված տվել է քեզ, այդ չես կարող պահես։ Երաժշտությունն էլ ինչ որ հիվանդության նման մի բան է։ Բարակի դեմա, քաշում է, կանչում է, տանում է։ Շատ սիրել եմ երաժշտությունը, բեմը շտապը շատ եմ սիրել, բեմը։ Դա մի ուրիշ բան է։ Ուրեմն երաժշտական կրթություն չունես, մենակ պոլիտեխնիկական ինստիտուտ։ Չնայած եղբայրս բան բոլորը ավարտել են երաժշտականը, բայց ինչ ես ինչ-որ անհույս էի։ Դե լավ, ընտանիքիդ մասին պատվի։ Այստեղ ունեմ կինս ա, տղաս ա, երեխաները, կինը, տենց աղջիկս Երևանում ա, ես ստեղ եմ, տենց էլ առանց աղջիկ թորներ ունեմ, երկու հատ տղայից, երկու հատ աղջկանից տենց։ Առանց թորի դժվար է։ Շատ տենց դա մի հատ վարակ հա, որ առավոտ զարթնում ես, աչքերով ման ես գալիս իրանց, որ արթնանաս։ Քաղցր ցեցեր են ասում, չէ։ Է շատ լավ, բոլորն էլ արդեն տեղավորված իրանց ընտանիքներով։ Այո, բոլորն էլ հասել են իրանց նպատակներին։ Այս Միացյալ Նահանգներում ես, քանի տարի է որ ստեղ ես։ Դե թափես գնում գալիս էի, մոտ 10 տարի գնաց եկել եմ։ Տղայիդ մոտ։ Տղայիս մոտ, ես երկու տարի ա ստեղ եմ, մշտական էլ որ ստեղ եմ։ Տենց։ Ինչ եկել ես գնացել ես Հայաստան։ Իհարկե, ամեն տարի։
Ամեն տարի գնում ես։ Ամեն տարի։ Չես կարող, չի արա։ Կարոտում եմ, էլ ոնց եմ կարոտում։ Իսկ ընդեղի քո գերդերի, քո երաժիշտ գերդերի հետ կապը կա։ Անպայման։ Հեռախոսով, ասեք շփուտները, բանը դեղել որ գնում ես հանդիպես։ Այո, անպայման։ Շատ դրա համար գնում եմ, որտեղ գնում եմ նրանց ստենամ բան տենց էլի։ Պատմի քո գերդերի մասին։ Դե իմանաս մեր ընկերներից, մեր հին ընկերներից Արմենը Հարությունյանն էս չի որ։ Ստոմը։ Այո։ Իմ ընկերը, իմ լավ ընկերը։ Մենք իրար հետ մինչև Ավստրալիա ենք հասել։ Քո լավ ընկեր Արմենը Հարությունյան, դա էլ իմ ընկերն է։ Ճիշտ ասած, էլ չի մնացել այդ հիներից։ Մենք կուրսներ ունեցանք էլ այս քանես տարիների ընթացքում։ Լեովը գնաց, Մոսը գնաց, գիտես իրանց բոլորին էլ գիտես էլի։ Չեմ ուզում ված բաներից խոսանք։ Լավ, հիմա դրա օրը չի։ Դե հա։ Բայց այդ չհիշել էլ չեն կարող, որտեղ հրաշք մարդիկ են կորցրել, ցավոք գնում են, հերթով գնում են։ Այո։ Դե կյանքի բնության օրենքն է այդպես։ Եթե ծնվում են, պետք է գնան էլ, որտեղ նորից կան շարունակեն իրենց արած գործերը, մի քիչ ավելի կատարելագործված, բայց մեր այն արածների համոհոտը մինչև վերջել մնում է իր համի հոտի մեջ։ Իսկապես ընկանք հուշերի մեջ մոռացանք ինչի համար ենք հավաքվել։ Դե այստեղ ագին ընկերներ ունես, դու Սամվելն է, չէ, Բորոյան էլի երկիչ բան։ Բորոյան ստեղ է, Գագիկը, Արաքելյան, շատ երաժիշտներից Սիմոնն է, Ռաֆիկն է, Անդրասյանն ստեղ։ Ասել չի, հնարավոր չի, մի հատ մելոմաններ թու, երկուր, մելոմաններ երկու, մի հատ արդեն այդ մեծ տարիքով մի հատ այս խումբ ունենակ ու բերեք ու նորից ներկայացնեք ժողովրդին մեր են բաները, քաղցր են անուշ երկերը։ Չեմ անում, Աշոտ, դժվար կլի, այդքան հեշտ բան չի, դժվար կլի։ Դժվար է։ Ինչի պարապ եք, չի պարապ, ժամանակ ունենում եք, կնստեք, բան կանեք, փորձեր կանեք, մի օր էլ փորձեք։ Կանենք հին երկերը ուղղակի ձայնագրենք։ Ռետրո երկերը, ձեր երկերը ձայնագրենք, ուղղակի էֆիր տանք, տենց էլի։ Դա կարան կանենք, բայց կենթանի ձայն երևի դժվար ստանանք, դժվար կարանանք։ Թե վախենում եք, հիմա ժամանակը դարը փորձեք։ Վախնել կա երկե։ Մի հատ այն օրերից մի բան պատմի, համերգներից բանից, էլի, որ հավաքվում եք, գնում եք ելույթները, դրանից մենք ստեղ տեղ ունենք, որտեղ խոսանք իրական պատմությունների ու բաների մասին, անեկդոտների մասին, բայց որ հավաքվում եք, բան, օրինակից հետաքրքիր այդ խումբը ոնց ստեղծեց, ով մտածեց, որ արեք բացեց խումբ ունենանք։ Հավաքվեցիք ու 69 թվին ստեղծվել է 69 թիվը, դες ինչ թիվ եմ ասում, եղբայր։ 65 թիվ, հա։ Մեզի հրավիրեցին խումբ էր պետք, որ մենք պետք է շինարական ջոկատի համար նվագեինք։ Մի երկու օր փորձ արեցինք, գնացինք, նվագեցինք ու դրանից հետո որոշեցինք, որ կարելի է խումբ ստեղծել։ Հա։ Ու տենց ստեղծեցինք, գնաց կամանց, հա, տենց։ Ով առաջարկեց, ով։ Փորձերը դե Մոսը Պետյան միասին էին իրար հետ միասին դպրոցից մանկապարտեզից գիտեին։ Ինձ ու Սամվել Բորոյանին երրորդ մասից գտան։ Մենք գնացինք Լյովին գտանք էլի երրորդ մասից։ Ցենց կամած։ Լավ։ Գտանք եկանք։ Մենք հենց շարունակենք, այս թեման շարունակենք, հիմա ասենք գովազդի առաջին մասը ավարտվեց, որ ասում էի արագաթարում չի իրա։ Տես առաջին մասը արդեն ավարտվեց, հիմա ասենք գովազդի, որից հետո կշարունակենք։ Ուչոդնի ջան։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո ես կշարունակեմ իմ զրույցը իմ ուսանողական ընկերներից մեկի, տաղանդավոր ընկերոջ Սամվել Հովհաննիսյանի հետ, Ուչոյի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցը Սամվել Հովհաննիսյանի հետ, Ուչոյի հետ։ Ուչո ջան, ուրեմն ստեղծման օրվանից դու այդ խմբում եղել ես։ Այո։ Եվ այդ խումբը ստեղծման օրվանից սիրվել է, ճանաչվել է, ընդունվել է ժողովրդի կողմից, իսկապես երազահաններ ու մելոմաններ, դա բան է տանունել իբր հայերեն էին ասում, եկը ռուսեն, բայց մելոմաններ հիմնականում։ Դե ձեր բենդը, այդ մելոմանները իր ստեղծման օրից
սիրվել է ժողովրդի կողմից, ընդունվել է ու մինչև հիմա էլ սիրում են այն բոլոր մարդիկ, ովքեր եղել են ձեր երկրպագուները, այդպես էլ մնացել են։ Ու այն ռեստորաններում, որտեղ դուք աշխատել եք, այն խնջույքներում, որտեղ դուք նվագել եք, մարդիկ անպայման ուզեցել են այդտեղ լինեն ու լսեն ձեզ, որովհետև երգում եք շատ համով երգեր, երգում եք շատ սիրուն գեղեցիկ գործիքավորված երգեր ու մատուցում եք շատ սիրուն։ Բացի այն, որ դուք շատ պրոֆեսիոնալ եք, բոլորը երաժիշտների անունները երթով չտամ, ովքեր որ կան մելոմաներ։ Դուք բոլորդ մեկ հատնտիր ընտրած մարդիկ եք նաև, լավ մարդիկ, որոնց հետ երկար կարելի է ճանապարհ գնալ, երկար կարելի է ելույթների գնալ, ես էլ եմ եղել ձեր հետ ելույթների, այդ մասին էլ կխոսենք։ Դե մի ուզում եմ մի քիչ ավելի երկար խոսած մելոմանների մասին, տղերքի մասին, համերգների մասին։ Կարելի ասել, որ մենք Հայաստանում տեղ չի մնացել, որ չենք եղել։ Բոլոր մարզերում, գյուղերում, մարզերում, բան, տենց։ Շատ փորձեր էինք անում, շատ փորձեր էինք անում։ Հետո սկսեցինք սեփական երգերը դնել, սարքել։ Դուք եք գրում երգերը։ Այո, մենք գրում ենք, մենք էլ սկսեցինք աշխատել այդ երգերի վրա։ Դա արդեն հաջողություն էր, որովհետև ժողովուրդը սկսեց մեզ այդ երգերով ճանաչել։ Իսկ դա ամենակարևորն էր, էլի։ Դուք դա աշխարհի երգերն եք երգում։ Ինչ լեզվով ասես երգում եք։ Մի լավ էլ երգչուհի ունեիք ձեր բնակատարուին։ Այո, մեր երգերի մեր կատարմամբ արդեն ժողովուրդը ընդունեց, դա արդեն կարելի ասել մեծ հաջողություն էր մեզ համար։ Եղել ենք արտասահմանում էլ ենք եղել, որ շատ տեղեր ենք եղել։ Ձեր կատարումների մեջ մեծ ճաշակ կար առաջերտի, այդ գործիքավորումների, կատարումների մատուցման մեջ շատ մեծ ճաշակ կար։ Նրանից էր, որ մենք համախոհ էինք։ Հասկանում եք, այդ շատ կարևոր է, որ անսամբլում բոլորը ձգտում են մի բանի, երբ որ չի նույնպես, որ մեկը մի բան ուզում, մեկը մի բան հասկանում, մեկը մի բան, այստեղ խումբ էր, որը բոլորը ուզում էին այդ տեսակ երաժշտություն լսվեին։ Արարատ 73-ի նման լավ թիմ էիք, էլի։ Լավ թիմ էր, որ իրար հասկանում էին։ Ճիշտ է, միջև երգը մի հատ երգ էինք սարքում, այնքան ժամանակ էր անցնում, որովհետև ամեն անգամ ինչ-որ մի բան դուներս չէր գալիս, պետք է նորից անեինք բան, դե երաժշտական աշխարհի բանն է դա էլի։ Ու չէ, ես այնքան եմ կարոտել քո ձայնին ու քո երգին։ Ու ինձ թվում է ստեղ էլ դու շատ ունես հաստատ երկրպագուներ, որտեղ հայաստանցիներ, երևանցիներ, հակիներ, ձեր ժամանակներին, մեր ժամանակներին, որ լսել են, հիմա նրանք հաճույքով էլ լսեն քեզ ու կուզենան լսել։ Արի մի գեղեցիկ երգ նվիրենք մեր հեռուստադիտողին, որից հետո հաճույքով գնացինք։ Մենք բաժանվել ենք գանանամուտի ձմեր ախինչու շուտ անցար Մենք սպասել ենք կյանքից երկար գարուն ախինչու շուտ եկար Կանգնած անցանոց ճամփաբար շանի դու իմ աչքերում լացեցիր մի կտոր սարած երկինք երթարել քո լուր
Քոթարթիչների արևներ գանա Կոբիլ շուրթերի գուրգուրանք Քամի տխրամած արցմունքերան Ինչու, ախ ինչու վերացա Կանգնան ծանծանան ճամփաբաժանի Դու իմ արջերում լացեցի Մի կտոր սրած երկինք էր թաղել Գոլուր շուրթերի Հրաշալի էր։ Դու էլ հուզվեցիր, չէ՞, աչքերդ լցվեցին։ Իսկապես սենց չէի հուզվել ու սենց հավեսով երգ չէի լսել։ Լավ, ես կուզենամ այս երգի մասին էլ մի քիչ խոսենք։ Հիմա անցնենք մեր գովազդին, այս գեղեցիկ երգով, որից հետո կշարունակենք։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն է եթերում, որից հետո կշարունակեմ, այ տեսնեք իմ տաղանդավոր ընկերոջ հետ իմ զրույցը։ Գովազդը արդեն է եթերում։ Բարեկամներ, ավարտվեց իմ գովազդը, ավարտվեց մեր գովազդը, շարունակվեմ զրույցս մեր տաղանդավոր ընկերոջ հետ, իմ ուսանող տարիների, իմ երիտասարդ տարիների ընկերոջ հետ, Սամվել Հովհաննիսյանի հետ, Ուչոյի հետ։ Ուչո ջան, այս երգը, որ մենք լսեցինք, հրաշալի երգեր ու շատ անուշել դու կատարեցիր, այնքան թախից, այնքան դրբություն, այնքան լիրիկա, այնքան գեղեցկություն կար այդ երգի ու այդ կատարման մեջ, որ իսկապես Այս երգեր, որ լսում ես, մի պահ հանգնում ես այդ պատկերի մեջ, չէ՞, չահելություն, բան, տարիներ, մի խոսքով, այս երգը քո գրած երգն էր։ Այո, եւ խոսքերը եւ երաժշտությունը։ Չէ, խոսքերը ես չեմ գրել, երաժշտությունն իմն է, խոսքերը գրել է իմ եղբոր ընկերն էր գրել, Վաղամերիկա, նա է գրել։ Բանաստեղծեր ինքը։ Չէ, բանաստեղծ չէր, ինքն էլ տենց բաներ, տենց։ Եղբորդ ընկերը։ Ասեց Ես ինքը բան էր, կինոռեժիսոր էր, ասեց, կարամ ես գրեմ այս երկի խոսքերը, ասի իհարկե կարաս։ Այսինքն լսելով երաժշտություն իր մեջ խոսքերը բան ինքը ոնց որ իր մոտ առաջացավ, որ ես կարամ գրեմ այս երկի խոսքերը։ Լավ, դու էլի երգեր ունես գրած։ Ունեմ երգեր, իհարկե շատ ունեմ երգեր։ Արի դուք բան արեք, էլի, խար պայման բան արեք։ Մի քիչ դժվար է, երկը պիտի գրես, երկերը
Ճիշտ է, այդ առումով մենք մի քիչ թամբախում ենք։ Չենք կարող այդ ժամանակին Չէ, վերարտադրել, կարելի է։ Դարեք այդեն ձեր հավեսով բանով հաճույք ստացեք։ Ձեր տարիքից էլ հաճույք կարելի է ստանալ, տարիքից էլ։ Գրեք, այդ հարցով մի քիչ ցայնագրեք, գերներ կան կոկտեյլ բանկաներ։ Ժամանակակից երաժիշտների նման չեք, մի հատ երգ են գրում, անգամից կլիպ նկարեք, մտնենք։ Դե արեք ձեր հավեսից, ձեր հաճույքի համար։ Այո, ճիշտ է։ Ապրես, շատ լավ է։ Ես այդ երգը գրել էի, հիշում եմ, ամբողջ օրը մտքիս մեջ էր այդ երգը։ Ես աշխատանքի տեղն էի, ես ախր աշխատում էի, համել ինժեներ էի։ Մասնագիտությամբ պոլիտեխնիկա ավարտած ինժեներ էի, ու ամբողջ օրը այդ երաժշտությունը մտքիս մեջ էր։ Անպիչումի ժամանակ ասի գնամ շուտ տուն մի ձևի այդ երաժշտությունը բան անեմ, էլի գրեմ որ չմոռացամ բան։ Ու գնում եմ ճանապարհին գնում եմ տուն ու այդ երաժշտությունը մեջս փռում ասես բանը։ Հասա տուն բան դաշնամուրի վրա մի բան արածես մի ձևի ներկայացրեցի ինձի ու մագնիտոֆոնով ձայնագրեցի ու արդեն հեշտ էր, արդեն կամախ կար երգի։ Շատ սիրուն երգ էր ստացվել, շատ։ Ու Չո ջան, դե դու խոսք ես տվել նաև այդ իրական պատմություններն ու որտեղ կարող ես նույնիսկ մեր Ռաֆիկի, մեր Սիրխանի մասին պատմես մկրտչալ։ Հաճույքով։ Որ դա մած սովորական անձնավորություն չէր, դա մեր երևույթ էր, որը իսկապես մեզ էլ մեծ բախտ ա վիճակվել ու հաջողվել, որ իր հետ աշխատել ենք ու շփվել ենք, որովհետև այդպես մարդուց մենք երևի ինչ-որ բաներ ունեինք սովորելու, ճարպիկ, խելոք, ճկուն, այս սկսե կար իրական պատմություններ։ Որ ինքը միշտ ասում էր, ես 5 րոպե լսեմ մի խմբին որոշեմ այդ խումբը ապագա ունի այդ Ոչինչ չէր ասում։ Համերգներ կարա դա անտեղ։ Համերգների ժամանակ ինքը վազում էր դալիճի վերջը պարում էր, գոռում էր, ժողովրդին ասում էր, չես պատկաստ, չի երևույթ էր։ Լավ գնում էր բանի ակումբի տիրոջ սենյակից խալին բերեմ կպցնում էր պատերին ասում էր կամ փոխված քանդված տեղ կա ծածկում էր բան որ դալիճը լավ դու պատմի լավ մի հատ պատմություն եմ հիշում Ստեփանավանում էինք համերգից հետո եկանք հյուրանոց ընդ ինչ որ կռիվ մռիվ եղավ հետո կրակոց բան Ռաֆիկը շուտ իջավ ցած վերջացավ ամեն ինչ եկավ ասենք ինչ եղավ բան Ինչ պետք է ասոց արա մի կրակեք, ես մարդիկ երաժիշտ են, սլուխների վրա ազդում են։ Իոր եկավ իրան բռնացրեցին, էլի բան արեցին, մեկ-մեկ տոմսերի ինքը մախինացիաներ էր անում։ Ահա, այդպես եկան բռնացրեցին բան սրան, ես իմ որտեղից եկան հսկիչներ, բաներ, ես ինչ տոմսերը, ես ինչա բան։ Ուզում էի սրան բանը, լուրջ բան վերաբերվեին իրան, մեկ էլ սա ասեց, արի դու գիտեք ում հետ գործ ունեք։ Լենինը մի հատ նկար ուներ, Վլադիմիր Իլիչ Լենինը մի հատ նկար ուներ, որ շաբաթօրյակ էր դուրս եկել, Կերանը ուսին սեց կնում, ասեց դու գիտեք ես ով եմ, ասին ով ես դու, ասեց էլ Լենինի նկարը տեսել եք, որ շաբաթօրյակի է դուրս գալի Կերանը ուսին դրած, իքտել է շաբաթօրյակ, ասում այո իհարկե գիտենք, ասում բա այդ Գերանի մյուս ծերն էլ իմ ուսին էր։ Դու մեր են համերգի մասին պատմի, որ ես այդ ես ուզում եմ հիշեմ Աշոտ ջան, քեզ էլ հետ է, որովհետև դա մի հատ ուրիշ բան էր, էլի շատ ուրիշ է։ Մենք որ համերգի չէի ուզում դուս գալ։ Հա, Լեննականում Սևյանի ակումբում համերգ ունեինք, օրը երկու հատ համերգ էինք տալիս եղբայր։ Բալան էինք։ Մի հատ ցերեկը կինոյի նման։ Ժամը 3-ին մի հատ էլ երեկոյան ժամը 7-ին։ Այդ կինոյի նման ասել գիտես ինչ հիշեցի որ ասում են մահացել է այսինչ կինոթատրոնի դիրեկտոր այսինչանը հուղարկավորությունը այսօր ժամը 7-ին 9-ին կինոյի վաղը ժամը 1-ին 3-ին 5-ին 7-ին դե պատմეთ համերգից պատմეთ մենք մեր մոսի ծնունդն էր նոյեմբերի 7-ն էր թե 8-ն էր 8-ը երևի ասենք դե գնանք միտեղ ծնունդը նշենք բան նոր գանք համերգի հա նոր գանք համերգի նայ մարդ գնացինք ու հոչը նշինք էլ մի ասա հետո սկսենք երգել դες լենականցնեն вообще ուրիշ ազգայել իսկապես ուրիշ ազգայել այս կողքից կոնյակ են կոմից կոնյակ են քանը ջիգարակալ բան ստեղծեցին խմանք հարփակ հիմա ես վատ եմ Աշոտը վատ է գնացինք հյուրանոց Աշոտը ասեց ես չկամ ես գնում եմ
Եվ չեմ գալու, աշինքաշոտ համերգը, չեմ գալիս ես վեր։ Ինձ էլ տարան մցրին միտեղ ռեստորան կա կողքը, սեմ կոֆե տվեցին, խմեցի դուս այդ մի քիչ դզվա այդ ցուրտ եղանակ էր, նոյեմբեր ամիսներ, վրա մտա համերգ ախպեր ջան, մի անգամից այդ տակությունից բանից նորից կոֆեն անցավ, հիմա բռնել եմ միկրոֆոնը, ճոճում եմ, բանեմ անը։ Ժողովուրդն էլ գոռում աշոտ է դրականցները հումորում արդեն առանց աշոտի համերգը չէ ստացվում։ Եկանք համար ասում ենք աշոտ արի քեզ են ուզում։ Ոչ, ես չկամ։ Ասեք վաղը կգամ։ Աշոտը Կյանքում մի անգամ խմել եմ տենց լավ, Դա շատ լավ պատմություն է։ Դե մի հատ էլ անեկդոտ պատմին։ Պատմեմ։ Հա։ Ոչ անեկդոտ քիչ գիտեմ, ոչ գիտեի շատ գիտեի, ժամանակին շատ անեկդոտ գիտեի, բայց թռավակա։ Մինակ մի հատ ամենացել որ հայ բայրենիները բռնում են, ասում են պետք է քեզ ուտենք։ Մարդակերները, հա, ասում դեղ կացան դնում են, սկսում են երացնել, որ հեսա գցեն մեջը բան, ման այդ ընթացքում նրան բարաբաններ են խփում, բայց հայը զգում են չէ մեկի բարաբանը հայավարի ինչ որ տակտեր կա։ 6-8 մոտիկ տակտա։ Ասում են հոպար կարող է հայես։ Ասում է հայը մախբեր, բայց բեսամ սոված եմ։ Դե լավ, Ուչո ջան, ավարտվեց մեր այսօրվա սերույցը, ես ուզում եմ քեզ խորին շնորհակալություն հայտնել, որ եկար ու ավելի գեղեցկացրիր մեր երեկոն, ինձ թվում է մեր հեռուստադիտողներն էլ դուր եկավ, հավանեցին, շնորհակալություն քեզ, սպասում եմ ձեր այդ մեծերի համերգին։ Լավ, տեսի ծանր հավեսով համերգ լինելու։ Շնորհակալություն, հաջողություն, միշտ օր հանդիպում։ Այո։ Հաջողություն։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց ևս մեկ հաղորդում իմ հյուրներ, երաժիշտ, երգիչ, իմ երիտասարդական տարիների լավագույն ընկերը, մելոմաններ, բենդի մենակատար Սամվել Հովհաննիսյանը Ուչոն։ Այժմ սիրելի բարեկամներ, անցնենք մեր հաղորդման վերջին խոսքերին։ Կյանքը խլում է մեր ամենասիրելի եւ թանկագին մարդկանց, բայց այն չի կարող խլել մեր սրտերը, որոնցում նրանք մնում են եւ կապրեն հավերժ։ Այսքանը բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Լսի ինչ եմ ասում, ցավդ տանեմ, դե մենք անպայման պիտի ժամը 8-ին մենք լինենք Կիրովականում։ 8-ին մենք այնտեղ լինենք, որ ուշացեք։ Ուրեմն ես ժամը 6-ին կգամ ձեր շենքի մոտ, սիգնալ կտամ, գիշնես կնստենք կգնանք։ Եղավ։ Ինչ ավտով ես գալու։ Ինչ ավտով։ Ցավդ տանեմ, ես ավտո չունեմ։ Մենակ սիգնալն է։